Երևանյան տարբեր հասցեներում շարունակվում են Veolia ջուրընկերության պարտադիր կապիտալ աշխատանքների չնախատեսված աշխատանքների ծրագրի շրջանակներում կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները։ Ընկերության կանգառն այս անգամ Աջափնյակ վարչական շրջանում է, որի Հալաբյան 25 շենքից կոյուղագծի խցանման մասին անդադար ահազանգեր էր ստանում։ Բնակիչները բարձրաձայնում էին խցանման, դրա հետևանքով առաջացած հակասանիտարական վիճակի եւ տհաճ հոտի մասին։ 65 տարվա շենքը լրիվ մխիթար վիճակ, տարին 12 ամիս միշտ խնդիրներ ենք ունեցել կոյուղու հետ, ամեն անգամ զանգել, խնդրել, աղաչել, գիշերվա հազարների նույնիսկ մասնավոր կազմակերպություն է, մեծ գումարներ ենք վճարել, երբ որ կոյուղում ոնց խցանումներ էր առաջանում, հայերեն ասեմ, առաջիններից մեկը ես եմ միշտ զանգել, որտեղ ինձ է հիմնական նեղությունը։ Որքան էլ Veolia թիմն օպերատիվորեն արձագանքում էր ահազանգերին ու խցանումներին, միևնույն է, քայքայված եւ մաշված համակարգը արմատական լուծում էր պահանջում։ Այդ իսկ պատճառով Veolia ջուրընկերությունը հրատապ կարգով պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի չնախատեսված աշխատանքների ցանկում ընդգրկեց նաեւ էստոնական 3 եւ 5, Հալաբյան 21 եւ 25 շենքերի կոյուղագծերի վերակառուցումը։ Այս պահին մոտ մի 2-3 դիտահորերի քանդման եւ կառուցման աշխատանքներ են ընթանում։ Ընդհանուր առմամբ այս ծրագիրը 3 ենթածրագրերով նախատեսված է մոտ 63.9 միլիոն դրամ, որից 47.1 միլիոն մասնաբաժինը կոնկրետ այս ծրագրին է նախատեսված, իսկ Քաջազնունին մոտ 5.6 միլիոն, իսկ Բաշինջաղյան 178-ը, որը մոտավորապես մի 100 մետր բակային ցանց էր, 11.2 միլիոն էլ նախատեսված էր Բաշինջաղյան 178-ի համար։ Ընդհանուր կառուցվում է 460 գծամետր 250 մմ տրամաչափով պոլիէթիլենե երկշերտ ծալքավոր խողովակաշար։ Այս կոյուղին այս ամբողջ թաղամասի շենքերին է սպասարկում, մեր վերակառուցվող հատվածը նաև ներառելու է մնացած բոլոր շենքերի նորմալ վիճակում գտնվող, ասենք, բակային հատվածները, բայց կոնկրետ վթարված հատվածները 4 շենքի են վերաբերվում, դա Հալաբյան 21-25 եւ էստոնական 3-7 շենքերն են։ Այն հատվածը սարքել էին, հիմա այսին անում ենք շատ գոհ ենք, շատ շնորհակալ, որ իրոք ուշադրություն են դարձել այս կոյուղաջրերին, դե 65 տարի ինքը փդած անմխիթար վիճակ է։ Հիմնական բնակիչների բոլորը գոհ են, շնորհակալ են, իրոք կապիտալ կառուցվում է լրիվ նորգից ու վստահ եմ, որ ամեն ինչ բարեխղճորեն մինչև վերջ կկատարեն։ Աշխատանքի ավարտը թեև մյուս տարի է նախատեսված, սակայն Veolia թիմը նախատեսում է ավարտել գործն առաջիկա օրերին, որից հետո էլ կոյուղին կդառնա լիարժեք աշխատանքային։ Չնախատեսված աշխատանքներով մենք ընդգրկեցինք այս նախագծային, ասենք, աշխատանքները իրականացվեցին, ուսումնասիրություններ արվեց եւ հստակ մենք մասնատեցինք, հասկացանք, որ հատվածներ անհրաժեշտ հրատապ վերանորոգելու, որոնք ես որ նշեցի այդ 4 շենքերի հատվածների համար։ Իդեպ չնախատեսված աշխատանքների այս նույն ծրագրով Veolia-ն արդեն իսկ վերակառուցել է Քաջազնունի 1 եւ Բաշինջաղյան 178 շենքերում կոյուղագծերը, որի համար ներդրել է մոտ 64 միլիոն դրամ։ Բայց որպեսզի կոյուղատար համակարգը երկար ծառայի բնակիչներին, վերջիններս էլ պետք է բարեխղճորեն օգտագործեն դրանք, դիտահորերը զերծ պահելով կոյուղու համար չնախատեսված կենցաղային աղբից։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։